Սիրելի ռադիոլսողներ, ձեզ հետ է Արսեն Յալանոզյանը։ Այսօր մենք դարձյալ կանդրադառնանք անհատական ծածկագրերին։ Իմ զրուցակիցն է արժանապատիվ տեր Մեսրոպ Քահանա Արամյանը։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Տեր հայր, Հայաստանի սոցիալ-նախարարության պաշտոնյաները հայտարարում են, որ անհատական ծածկագրերի ներդերման հետ կապված փաստարկները հիմքից զուրկ են։ Թերևս կարիք կա մեկ անգամ եւս անդրադառնալու 666 թվի խորհրդաբանությանը։ Անհատական ծածկագրերի ներդերման դեմ արտահայտվող մարդկանց փաստարկներին ի պատասխան ասում է, որ որևէ այդպիսի մտադրություն, որևէ այդպիսի կոդավորում չկա։ Եվ ընդհանրապես դա համարվում է գերմիստիկայի, այսինքն ծայրահեղ միստիկայի ոլորտի երևույթ։ Արդյոք այդչափ անհեթեթ է քրիստոնյաների մտահոգությունը։ Նախ ես պետք է ասեմ, որ քրիստոնյաների որևէ մտահոգություն, որը կապված է վաղճանաբանական իրադարձությունների հետ, որոնք նկարագրված են Հովանու հայտնության մեջ, ավետարաններում, առաքելական թղթերում եւ մարգարեություններում, պետք է լուրջ դիտել։ Դրանք ինչ որ անհիմն անհանգստություններ չեն, որոնցով մարդը ժամանակ առ ժամանակ փորձում է անհանգստանալ։ Դրանք հավատքի հետ կապված իրողություններ են, հավատքի ճշմարտություններ են։ Գալով այդ 666 թվին, նախ ես մեր նախորդ զրույցի ժամանակ այս մասին ասացի, որ որևէ կերպով ստուգել, որ արդյոք այդ 666-ը արկա է անհատական ծածկագրի մեջ, թե ոչ, հնարավոր չէ։ Իրենք համենայն դեպս հավաստիացնում են, որ չկա այդպիսի թիվ։ Սակայն այդ թիվը մենք արդեն ասացինք, որ արկա է եվրոպական այդ շտրիխ կոդի մեջ։ Եվ իհարկե որևէ մեկը մեզ չի կարող երաշխիքներ տալ, որ այդ թիվը լինելու է, թե ոչ, եւ կա արդյոք ինչ որ կոդավորված կերպով այդ թիվը, թե ոչ։ Սրա երաշխիքներ թերևս մեր նախարարության աշխատողները տալ չեն կարող եւ միգուցե իրենց հայտնի չէ դա, իրենք տեղեկացված չեն դրա մասին։ Եթե մենք դիտում ենք սա որպես համաշխարհային գլոբալիզացիոն process-ներից մեկը Հայաստանում, ապա կարող է ինչ-ինչ գլոբալիզացիոն համակարգերում հայտնվել այդ թիվը, որը իհարկե անհանգստություն է պատճառում շատ մարդկանց, որտեղ այդ թվի մասին որոշակի խոսք կա ասված հայտնության գրքում, որ դա գազանի կամ նեռի անվան թիվն է, այսինքն այդ թիվը ինչ որ ձևով կապված է Տերաքրիստոսի կամ նեռի հետ եւ նրա անվան բանալին է, միստիկական բանալին է։ Ոստի բնական է, որ ցանկացած քրիստոնյա չի ուզենա տեսնել իր անվանը կցված որևէ այդպիսի թիվ։ Նամանավանդ, որ ինքը պետք է ճանաչվի այդ թվով։ Ես պետք է ասեմ, որ ընդհանրապես սա խորթ է մարդու ճանաչման սուրբ գրային պատկերին։ Մենք սուրբ գրքում տեսնում ենք, որ Աստված մարդկանց դիմում է անունով։ Օրինակ ասում է Աբրահամ, Մովսես, Իսահակ, եւ երբեք Աստված այլ կերպով մարդկանց չի ճանաչում։ Այսինքն համարվում է, որ անունը իր մեջ մարդու էությունը կրող խորհուրդ ունի։ Անունը էության եւ ինքնության արտահայտիչն է։ Եվ ինչ որ առումով անվան մեջ կա աստվածային պահ, որովհետեւ եթե մենք ասում ենք, որ մարդը Աստծո պատկերն ու նմանությունն է, ուրեմն այդ Աստծո պատկերն ու նմանությունը արձանագրված է նաեւ անվան մեջ։ Մենք նաեւ տերունական աղոթքի մեջ ասում ենք. թող սուրբ լինի քո անունը։ Այսինքն Աստծո անունը սրբություն է, կամ տասնաբանյա օրենքի մեջ ասում է զուր տեղը Աստծո անունը չգործածես։ Ուրեմն անունը ինքը ինչ-որ սրբություն պարունակող բան է, այդպես էլ մարդկային անունները։ Եվ միակ պարագան, երբ Սուրբ Գիրքը խոսում է անվանը կցված թվի մասին, դա նեռի պարագան է։ Ասում է, որ նրա անվան թիվը այսինչն է, սա միակ դեպքն է Սուրբ Գրքում։ Այստեղից մենք կարող ենք հետևություն անել, որ անվանը թիվ կցելով, նույնիսկ անկախ նրանից դա 666 պարունակում է թե ոչ, կամ անունը թվով ճանաչելով, մենք մարդկանց մտցնում ենք նեռի հոգեբանության մեջ։ Հոգեբանորեն տանում ենք դեպի այդ վիճակը, որը նկարագրվում է Սուրբ Գրքում։ Այսինքն մարդկանց համարակալելը եւ որոշակի համարներով մարդկանց ճանաչելը արդեն անկախ այն բանից կա այդ 666-ը չկա, դա մարդու աստվածային պատկերը բնորոշող գործընթաց չի այլևս։
մենք մտնում ենք արդեն կարծեք թե դիվային հոգեբանության մեջ։ Սա նույնպես մեզ զգուշացնում է։ Վերայր, այսինքն ես այսպես եմ հասկանում, երբ ների վերաբերյալ մարգարեությունները իրականանան, ասում է, որ շատերը ընդունելու են ների դրոշմը։ Մենք չգիտենք, թե դա տեխնիկապես ինչպես կոնկրետ կիրականանա, սակայն երևի թե կարելի է ենթադրել, որ այդ ժամանակ մարդկանց համար ների դրոշմը ընդունելը զուտ որպես երևույթ միգուցե պետք է որ այնքան էլ տարօրինակ բան չթվա։ Եվ ները ուղղակի պետք է այդ երևույթին տա իրեն երկրպագելու բնույթ։ Այսինքն ինչ որ դրոշմ կամ ինչ որ համար վերցնելը պետք է որ միգուցե սովորական լինի, իսկ ները դա կփոխի արդեն իր անունով։ Հետևաբար կարելի է մտածել, որ այս անհատական ծածկագրերի ներդրումը ինչ որ իմաստով փորձ է մարդկանց վարժեցնելու, հոգեբանորեն նախապատրաստելու թվերին, որը նախորդում է արդեն կնիքը ընդունելուն։ Զուտ հոգեբանորեն, զուտ մարդկանց սովորեցնելով, առօրեական դարձնելով այդ թիվը։ Քրիստոնյաները այդպիսի պահ նշмарում են այս գործընթացների մեջ, որ անհատական համարները ըստ էության դուռ են բացում ների ապագա կնիքը ընդունելու։ Դրանք, այսպես ասած, նախապատրաստական ինչ որ փորձեր են։ Գիտեք, կարծիք կա, որ երբ գա ները, մարդկությունը կորցրած է լինելու իր բոլոր պաշտպանական կարողությունները, հոգևոր պաշտպանական կարողությունները։ Ինքը այլևս ուժ չի ունենալու դիմադրելու չարիքին։ Եվ այդ իսկ պատճառով, ուրեմն հայրերը խոսում են, որ չարը նախ վարժեցնում է մարդկանց չարիքի, որպեսզի երբ որ գա, այլևս այդ չարը դիտվի շատ բնական մի պահ, շատ բնական բան։ Եվ ոչ միայն բնական, նույնիսկ եթե մարդը զգա, որ դա չարիք է, ինքը ուժ չունենա դիմադրի դրան։ Ահա այստեղ վտանգ կա, եւ բոլոր այն բաները, որոնք կտրուկ կերպով կարող են ազդել մարդու ինքնության վրա, ինքնության ճանաչման վրա, նրա ներքին հոգևոր կարողությունների, պաշտպանական կարողությունների վրա միանգամայն վտանգ են ներկայացնում։ Մենք, ինչպես արդեն ասացինք, մարդկանց անուններին թիվ կցելու մեջ արդեն կա միտում, կա հոգեբանություն։ Դա որոշակի հոգևոր վիճակ է։ Եվ այդ վիճակը ամենևին էլ բարի չէ, այսինքն դա դեպի չարիք տանող բան է։ Համենայն դեպս ըստ այն խորհրդի, որը մեզ ներկայացնում է Սուրբ Գիրքը։ Գիտեք, բոլորը կարող են շատ բաներ հավաստիացնել, բայց մեզ համար սրբություն սրբոցը Սուրբ Գիրքն է։ Ինչ օրենք, ինչ բան, եթե դրանք հանկարծ հակասեն Սուրբ Գրքին։ Մեր նախագահն էլ է Սուրբ Գրքի վրա երթվում, եւ Սուրբ Գիրքը դա վեր է ամեն տեսակ օրենքից։ Եթե հանկարծ պատահի, որ մենք օրենք ընդունենք, որը հակասության մեջ մտնի Սուրբ Գրքի, ուրեմն պետք է այդ օրենքը չեղյալ հայտարարել։ Ուրեմն Սուրբ Գիրքը պարունակում է որոշակի խորհուրդներ, որոնք մեզ զգուշացնում են։ Եվ այդ տրամաբանությունից գալով մենք կարող ենք տեսնել այդպիսի խորհուրդ այս համարակալումների մեջ, որ դրանք կարող են լինել որոշակի նախապատրաստական գործընթացներ։ Եվ մեր նախարարության պաշտոնյաները կարող են ուղղակի տեղյակ չլինել, որ այդպիսի բան է նախապատրաստվում։ Ի վերջո, եթե սա տվել են, որ իրենք անեն, սա կարծեմ մեր նախաձեռնությունը չի եղել։ Ասել են, որ պետք է անեք, պատվիրել են, որ դա արվի Հայաստանում։ Մենք չգիտենք ապագայում դա ինչպես կարող է գործածվել։ Համենայն դեպս սա վտանգավոր է նաև ոչ միայն անհատական ինքնության տեսանկյունից, այլ նաև ազգային ինքնության տեսանկյունից։ Այս մասին նույնպես շատ է խոսվում, որ դա ակնհայտորեն մեր համակարգը չէ, եւ սա թույլատնում է թե անհատի պաշտպանական կարողությունները, թե ընդհանուր առմամբ ազգի հոգեվոր պաշտպանական կարողությունները։ Դեր այր նույն դատողությունը, այսինքն չարին վարժեցնելու կամ չարին ընդունելուն վարժեցնելու վերաբերյալ չի կարելի արդյոք կիրառել այն կազմակերպության անվան պարագայում, որը ուզում է ներդնել այդ համակարգը։ Խոսքը այսպես կոչված Նեմրութ կազմակերպության մասին է։ Եթե անհատական ծածկագրերի վրա լինելու է Նեմրութ բառը, թեկուս, եւ լինելու է նաեւ Նեմրութ սարի պատկերը, ապա ինչ եք կարծում, արդյոք հակաքրիստոնեական այդ սիմվոլի եւ անվան ներկայությունը փաստորեն մարդուն ամենաանհրաժեշտ փաստաթղթի վրա մարդուն չի վարժեցնելու այդ անվանը, նրա համար առօրեական չի դարձնելու իր ազգային եւ նաեւ հոգեվոր թշնամու անունը։ Նախ Նեմրութ անունով երկու լեռներ կան, այստեղ կարող է շփոթմունք առաջանալ։ Մեկը գտնվում է Վանից
դեպի արևմուտք, եւ մյուսը այդ նշանավոր Նեմրութ լեռը, որի վրա այդ արձանները կան, այդ հեթանոսական, նա գտնվում է այդ պատմական Կոմագենեի պետությունում կամ մի ժամանակ պատմական Հայաստանում է դա եղել։ Այստեղ խնդիրը ոչ թե տարածի քրիստոնեություն, հեթանոսություն հակադրության մեջ է։ Ես կուզենայի շեշտել, որ մեր պատմահայրը Մովսես Խորենացին ինքը բավականին հիացմունքով է խոսում նաև մեր հեթանոսական անցյալի մասին, եւ մենք մեր հեթանոսական անցյալի մեջ տեսնում ենք քրիստոնեությանը նախապատրաստվելու կարևոր մի շրջան, եւ նաև տեսնում ենք գիծ ճշմարիտ աստվածպաշտության հայկյան այդ իմպուլսով եկած, եւ մենք չենք ուզում որևէ մի բան, որը կապված է մեր հեթանոսական անցյալի հետ, ասենք ով սա սատանայություն է լրիվ, եւ քանի որ դա կապված է դրա հետ, դա պետք չէ ընդունել եւ միմիայն պետք է քրիստոնեական շրջանի այսպես անուններ եւ այլն օգտագործել, ոչ։ Բայց այստեղ մենք տեսնում ենք միտում, եւ գիտեք, մի քիչ պատահականությունները չափից դուրս շատ են այս խնդրում։ Նեմրութը դա Նեբրովթն է, օրինակ ակադեմիկոս Երեմյանի հրատարակած քարտեզում Նեմրութ լեռան այդ տեղում Նեմրութի փոխարեն գրված է Նեբրովթ լեռ։ Իր պատմական անունը Նեբրովթ է։ Իսկ Նեբրովթը ըստ Մովսես Խորենացու դա Բելն է։ Ինքը ասում է, արտաքինները ասում են Բել, դա 7-րդ գլխում է առաջի գրքի, իսկ ըստ Սուրբ գրքի դա Նեբրովթն է, այսինքն քամից հետո երրորդ սերունդն է, եթե չեմ սխալվում։ Հիմա եթե մենք հայ ժողովրդին համարակալում ենք Բել անվան տակ, սա միթե վիրավորանք չէ ուղղված հայ ժողովրդին։ Սա ավելի վատ է, եթե մենք համարակալեինք անգամ հայ ժողովրդին թուրք անվան տակ, որովհետև Բելի դեմ տարված հաղթանակով է սկսվում հայ ժողովրդի պատմությունը։ Բելը դա խորհրդանշում է չարիքը, Բել, Բելյար եւ այլն։ Այսինքն դա չարիքի մարմնացումն է, Աստծո դեմ պայքարի մարմնացումն է, որից հրաժարվեց հայկը եւ որի դեմ հաղթանակ տարավ եւ այդպես հիմնադրվեց մեր ժողովուրդը։ Այսինքն Բել անունը խորհրդանշում է հայ ժողովրդի այսպես թշնամուն, եւ մենք բերում ենք հայ ժողովրդի թշնամու անունով քարտ ենք տալիս մեր ժողովրդին, համարակալում ենք այդպիսի քարտերով, որը նշանակում է մենք ինչ որ իշխանության տակ ենք մտցնում հայ ժողովրդին։ Ասենք օրինակ այդ քարտի անունը ինչի չդրվեց Հայկ կամ մի այլ անունով, ինչի չկոչվեց այդ քարտը եւ հենց Բել։ Եվ արդյոք սա պատահական է։ Գիտեք, հիմա ասում են դա ինչ որ լեռ է Արևմտյան Հայաստանում։ Արևմտյան Հայաստանում շատ լեռներ կան։ Ինչու հատկապես այդ լեռը ընտրվեց։ Եվ ինչու հատկապես այդ անունը ընտրվեց։ Սրանք պատահականություններ են։ Մի քիչ այս խնդրում այդ բոլոր տեսակի պատահականությունները չափից դուրս շատ են։ Դեր այր հետո կա տեսակետ, որ այնքան էլ կարևոր չէ, թե ինչ սիմվոլ է դրվում ծածկագրի վրա, այսինքն միտում կա ոչ հիմնավոր հռչակելու այս փաստարկները, ասելու, որ սրանք էական չեն, որ սրանք միստիկական բնույթի խոսակցություններ են, իրականության հետ որևէ կապ չունեն։ Ըստ այդմ, ձեր կարծիքով կարելի է անտեսել ընդհանրապես սիմվոլի ազդեցությունը մարդու վրա։ Չէ՞ որ ինչքան էլ խոսենք հիմիկվա ռացիոնալիզմի դարաշրջանի մասին, սիմվոլները օգտագործվում են նաև այսօր։ Զինված ուժերը լինի, թե պետությունը լինի, չի կարելի թերևս սիմվոլին ուշադրություն չդարձնել։ Սիմվոլները շատ կարևոր են մարդկային կյանքում։ Ըստ էության գիրն էլ է սիմվոլ, ըստ էության եկեղեցու խորհուրդներն էլ են սիմվոլ, եկեղեցու սրբազան ծեսերը իրենց մեջ բարձրագույն սիմվոլիզմ են պարունակում։ Աստվածաբանության մեջ ամենաբարձր 4-րդ խորհրդական աստվածաբանությանը նախորդող աստվածաբանական աստիճանը կոչվում է նշանական կամ սիմվոլիկ աստվածաբանություն։ Այդպես է ներկայացնում Սուրբ Գրիգոր Տաթևացին աստվածաբանության 4 աստիճանները, հետևելով Սուրբ Դիոնեսիոսին։ Եվ ըստ էության սիմվոլները դուռ են դեպի անդրանցականը, դեպի անմարմին իրողությունները, դրանք մեծախորհուրդ իրողություններ են։ Եվ ինչու ենք մենք այս սիմվոլիկան ընտրում, այս սիմվոլները ընտրում եւ այլն, ինչի ազգի համար գոյություն ունի իր ազգային հոգեվոր սիմվոլիկան, ինչի, որտեվ հենց այդ սիմվոլներն են բացում նրա մեջ հոգեվորը, ազատագրում նրան։ Մեկ այլ բան կարող էր կաշկանդել, կապանքների մեջ դնել հոգին։ Ուրեմն այն բաները, որոնք որ խորթ են մեզ համար,
եւ կարող են ուրիշ ուղղությամբ տանել, դրանք միանգամայն մերժելի են հոգեվոր ազգային տեսանկյունից։ Դա ամենևին էլ այդքան անկարևոր եւ անշարժ հարց չէ, ինչքան որ փորձում են իրենք այդպես ներկայացնել։ Համենայն դեպս քարտի վրա ակնհայտորեն ոչ մի հայկական սիմվոլիկա չկա։ Ես նկատի ունեմ թե տառերի գրելաձևը եւ այլն, այդ կոտրատված տառերը, ոմանք նաեւ դրա մեջ տեսնում են որոշակի մասոնիզմի, մասոնական սիմվոլիկայի արկալիություն եւ այլն։ Հիմա չխորանանք այդ խնդրի մեջ, բայց Նեմրութի տնօրենը իր հարցազրույցի մեջ ասում է, որ այնտեղ գտնված սեպագիր տառերի անալոգով է տառերը այդպես ծռմռված։ Այսինքն հայկական տառերը միտումնավոր կերպով ծռմռված եւ բեկված են, եւ նրանց տրված է որոշակի տեսք, որոշակի խորհուրդ, որի վրա անգամ տհաճ է նայել, հոգեբանորեն տհաճ է այդ քարտի վրա նայել։ Ուղղակի դա հայեցի բան չէ։ Նախ ինչի ենք մենք այդպիսի բաներ անում։ Ինչի ենք անում մի բան, որը մերժելի է մեր ազգային հոգևոր տեսանկյունից, մերժելի է մեր իդեալների տեսանկյունից, մերժելի է ընդհանրապես քրիստոնեության տեսանկյունից եւ կներեք արտահայտությանս ուղղակի բարձրագույն տձևության մարմնացում է։ Այսինքն մի քիչ պետք է էսթետիզմ ունենալ, չէ՞ որ մարդուն երբ որ մի կերակուր ես տալիս, մի քիչ թե շատ մաքուր եւ պատշաճ ափսեի մեջ պետք է տաս, որ եթե նույնիսկ քո կերակուրդ անգամ լինի աշխարհի ամենահամեղ կերակուրը, գոնե մատուցման ձևը այնպեսին լինի, որ մարդը վերցնի դա։ Եթե տաս կեղտոտ ափսեով, անհասկանալի է ինչի մեջ, դա կարող է վանել մարդուն։ Այսինքն ինչի ենք մենք ուզում այդպես անել։ Միգուցե մեկը փորձում է մեզ ասել, սա է քո տեղը արևի տակ, գնա մտիր դրա տակ։ Այդպես են ուզում մեզ հետ խոսել։ Ուզում են ցույց տալ, որ մենք բացարձակապես արժանինքներ չունեցող մի ժողովուրդ ենք, այդ են ուզում մեզ ասել։ Սա վիրավորական է, ընդհանրապես հայ մարդու համար վիրավորական է նմանօրինակ մոտեցումը։ Եվ ցավալին այն է, որ մեր պետական այրերը չմտածեցին դրա մասին։ Ես չեմ ուզում նրանց մեղադրեմ ինչ որ իսկապես սատանայական ինչ-որ գործերի մեջ, որ նրանք ուզում են մութ բաներ անել, նրանք կարող են չգիտակցել այդ բաները, բայց երբ որ նրանց տալիս են մի բան եւ ասում են սա կիրառիր, ես օրինակ չեմ մտածում, որ այդ Նեմրութ բառը մեզ պարտադրել են, դա կարող է նախընտրված լինել մեր իսկ ուրեմն պաշտոնյաների կողմից, բայց ինչի մենք հետագայի մասին չմտածեցինք, ինչու չմտածեցինք, որ սա բազմաթիվ ոչ միայն քրիստոնյաների համար, այլ ուղղակի հայորդիների համար կարելի է շատ մերժելի բան լինել, ով կուզենա Բելի անունով համարակալված լինի։ Տերեր, ես ճիշտն ասած այս ամբողջ պատմության մեջ ինչ որ միտում եմ տեսնում։ Այդ դուք ասում եք, արդյոք շատ չեն պատահականությունները։ Հարցեր են առաջանում, որոնք թերևս միամտություն կլինի մտածել, որ այն մարդիկ, ովքեր ներդրել են կամ հեղինակն են այս ծրագրի, իրենք չեն կանխատեսել, որ այսպիսի հարցեր կարող են առաջանալ։ Մանավանդ, որ այս գործընթացը բուն դժգոհություն է առաջացրել նաև այլ երկրներում, Ռուսաստանում, Հունաստանում։ Հետևաբար արձագանքը թերևս որոշ մարդիկ կանխատեսած կլինեին։ Այդ դեպքում հարց է ծագում, կանխատեսելով հանդերձ, ինչու են այսպիսի ձևով մատուցում։ Արդյոք այստեղ մարդկանց նյարդայնացնելու, միգուցե ծաղրելու ինչ որ միտում չկա։ Գիտեք, կարելի է նաև այդպիսի բաներ տեսնել, կարելի է խորանալ, կարելի է խնդրում իսկապես շատ բաներ փնտրել եւ հայտնաբերել։ Ես իհարկե չէի ուզենա, որ մենք այս ճանապարհով գնայինք, բայց կամա թե ակամա այդպիսի մտքեր հաճախում են մեզ։ Կամա թե ակամա, իսկապես շատ է պատահականությունների քանակը այս process-ում։ Հիմա գալով այլ երկրների փորձի ուսումնասիրությանը անշուշտ սա պետք է արած լինեի, բայց ես այստեղ ավելի շատ տեսնում եմ մեր անփութության ուղղակի դրսևորումը։ Շատ բաներ մենք հալած յուղի պես ընդունում ենք։ Շատ բաներ։ Ասում են սա է, պիտի անես, մենք էլ ընդունում ենք։ Հասկանալի է։ Սա այս երկրներում տվել է այսպիսի հրաշալի արդյունքներ, մերոնք էլ, այսպես ասած, այդ դրոշակը վերցնում են եւ նետվում են առաջ, առանց մտածելու, թե ինչ բացասական հետևանքներ դա կարող է ունենալ եւ առանց ուսումնասիրելու այդ փորձը։ Ի վերջո հսկայական Ռուսաստանի փորձն է մեր դիմաց։ Եվ մենք գոնե այդ process-ները Ռուսաստանում պետք է լավ ուսումնասիրած լինեն եւ ցայսօր շարունակվում է այդ ամենը Ռուսաստանում։ Հիմա ցավոք սրտի մենք այդ տխուր իրականությունը ռուսական տեղափոխեցինք նաեւ հայկական միջավայր։ Հետո գիտեք, մի հանգամանք կա, եթե մի բան այսքան շատ մարդկանց անհանգստացնում է, որևէ օրենք, այդ օրենքը սխալ օրենք է։ Օրենքը պետք է լինի այնպիսին, որ մարդկանց այդպիսի նեղ հոգեբանական կացության մեջ չգցի։
օրենքների հոգեբանություն է պետք։ Եթե մի որևէ օրենք ընդունված է եւ այդ օրենքը անելանելի վիճակի մեջ է մարդուն դնում հոգեբանորեն, մարդը կարող է չքնել, մտածմունքների մեջ ընկնել, չգիտեմ, այդ մտածմունքներից գնալ ավտոմեքենայի տակ ընկնել, ով պետք է սրա համար պատասխան տա։ Ում է պետք այդպիսի օրենքը։ Հետո ես բարձ մի բան ասեմ, մեզ ամենևին էլ համարներ պետք չեն։ Մարդուն կարելի է ճանաչել իր անուն, ազգանուն, հայրանունով, իր ծննդյան թվով եւ իր բնակության վայրով։ Եվ կարելի է շատ բարձ այդպիսի համակարգ ունենալ հենց անուն, ազգանուն, հայրանունով, նույնիսկ մարդկանց քարտ տալ, քարտի անունն էլ դնել Հայկ, քարտի վրա էլ գրել միայն մարդու անուն, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը եւ բնակության վայրը, եւ մարդը կարող է հանգիստ դրանով ճանաչվել։ Այստեղ, գիտեք, երբ որ սկսում են բան անել այդ բարեմասնությունները թվարկել այդ օրենքի, որ այդ օրենքը այսպիսի բաներ է տալիս, այսպիսի բաներ եւ այլն, դրանք այքան էլ տպավորիչ չեն այդ բարեմասնությունները, այդքան էլ համոզիչ չեն։ Եվ հետո, երբ որ ես ասում եմ, որ ես այսինչ առաքելությունը իրականացնելու համար կարիք ունեմ բարելավելու իմ առաքելությունը, ես այդ առաքելությունը իրականացրած մարդ պետք է լինեմ։ Այսինքն, երբ որ խոսքերը գնում է հարկերի հավաքման մասին, երբ որ խոսքը գնում է սոցիալական ապահովության մասին, եթե մենք իսկապես օրինապահ երկիր լինեինք, եւ իսկապես, այսպես ասած, սոցիալական ապահովություն ունեցող երկիր լինեինք, եւ մեր պետական պաշտոնյաները ունենային այդ պատկերը ժողովրդի առաջ, ոչ ոք համենայն դեպս չարիքի մեջ այդպես չէր կասկածի։ Բայց երբ որ չկա այդ պատկերը եւ ասում ես ես ավելի լավ բան անելու համար կարիք ունեմ կատարելագործել, իսկ ինչը պետք է կատարելագործես, կաշառակերությունը։ Նախ կաշառակերությունը պիտի վերացնես, որ ցույց տաս դու իսկապես դրական քայլ ես անում, նոր ասես, որ ես կարիք ունեմ կատարելագործելու, այսինքն դու պետք է սովորես հարկ հավաքել, օրինական հարկ հավաքել, եւ հետո ասես ես պիտի իմ համակարգս կատարելագործեմ։ Երբ որ դու քո բուն հարկ հավաքելուդ գործը չես կատարում նորմալ, մարդկանց տարրական գոյատևման պայմաններ ապահովող աշխատավարձ չես տալիս։ Եվ այլն, այսինքն կարելի է ամենը շարունակել, այսինքն պետական պաշտոնյան կամ պետական մարմինը, որը իրականացնում է այս գործողությունները, ինքը պետք է ունենա որոշակի բարոյական նկարագիր, այդ հաստատությունը, որը իրականացնում է։ Դա ինչ որ այսօրվա համենայն դեպս տրամաբանության մեջ թող ինձ ներեն մեր մի շարք պաշտոնյաներ, դա մի քիչ ռեկետային բնույթ է կրում։ Մարդկանց մոտ կարող է ստեղծվել տպավորություն, որ ավելի է սաստկանալու դա, ավելի են կատարելագործվելու մարդու վրա ճնշելու մեթոդները։ Մարդը փախնելու տեղ չի ունենալու։ Հետո հարցը նաև այստեղ գալիս է մեկ այլ խնդրի է հանգում։ Այսօր չինովնիկը ունի անսահմանափակ իշխանություն մարդու վրա։ Չինովնիկի եւ սովորական ժողովրդի մեջ անդունդներ եւ ձորեր են արդեն առաջացել։ Սա աննորմալ երևույթ է։ Եվ մենք տալիս ենք մեկ այլ հավելյալ շատ զորեղ լծակ այդ իշխանությունը եւս առավել սաստկացնելու համար ժողովրդի վրա։ Եվ մարդը դառնում է անպաշտպան, այդ համակարգում դառնում է ավելի եւս անպաշտպան։ Եվ հետո մենք նույնիսկ չգիտենք ինչպես են ապահովագրված այդ տվյալները։ Ասենք ինչպիսի փոփոխություններ կարող են դրանց մեջ կատարվել։ Հիմա գիտեք, եթե օրենքի երկիր լինեինք կհավատայինք, բայց հիմա փողով ամեն բան կարող ես անել։ Մեկը կարող է փող տալ, կաշառել իր, այսպես ասած, տվյալները համապատասխան ձևով փոփոխել, կամ մեկի վրա ճնշում գործադրելու նպատակով կարող են այդ տվյալները փոփոխման ենթարկել։ Ասում են, չէ, այդպիսի բան չի լինելու, բայց մեր մոտ ամեն բան հնարավոր է, մեր մոտ ցանկացած օրենք կարող ես խախտել։ Իսկ այսպիսի ոչ օրինապահության շրջանակներում ստեղծել լծակ, թեկուզ բարի նպատակով, բայց որը կարող է ճիշտ հակառակ նպատակով աշխատել, ինձ թվում է, որ չի կարելի, մենք որպես ժողովուրդ պատրաստ չենք այսպիսի բաների։ Միգուցե ինչ որ ապագայում եւ այլն մենք կունենանք ճիշտ նորմալ հարկման համակարգ, այսինքն առանց թվերի գոնե, բայց այս պահին մենք չունենք դա։ Եվ այդ ամեն ինչը սկսվում է բարոյականությունից, սա բարոյական խնդիր է։ Հիմա քավ լիցի, ես չեմ ուզում անբարոյականության մեջ բոլորին մեղադրել, բայց այսօր այդպիսի պահ կա ստեղծված, եւ որը մեզ համար շատ մտահոգիչ է, որտեղ մենք մտահոգված ենք մեր պետության ապագայով։ Հայկական անկախությունը, անկախ պետությունը դարեր շարունակ հայ ժողովուրդը փափագել է, սերունդների մաքարում է սրա համար պահանջվել, նահատակների արյամբ ենք մենք սա ձեռք բերել։ Սա իսկապես մեծագույն ներդրման, եթե կարելի է այսպիսի բառով արտահայտվել, համազգային ներդրմամբ է ձեռք բերվել
այս անկախությունը, անկախ պետականությունը, բայց մեր պետականությանը այսօր վտանգ է սպառնում, եւ մեր պետականության հիմնական վտանգը մեր պետական չինովնիկն է, այդ չինովնիկի անբարոյական կերպարն է, որ ցավոք սրտի մարդկանց ուղակի խուճապի է մատնում շատ հաճախ։ Եթե մենք խոսում ենք արտագաղթի մասին, կարող ենք ասել, որ սա արտագաղթի հիմնական պատճառներից մեկն է։ Այնպես որ մեր բոլոր խնդիրների հիմքում բարոյական հարց է դրված, ապաշխարության հարց բառիս բուն իմաստով։ Մենք պետք է ազգովի ապաշխարենք, մաքրվենք ազգովի եւ վերակերտենք այդ բարոյական կերպարը։ Դա առաքելություն է։ Այսքան տարիներ, 1000 տարի այս հողի վրա մենք պետականություն չենք ունեցել ըստ էության։ Եվ այսօր պետական պաշտոնյա լինել դա չի նշանակում ինչ կառավարչական գործունեություն իրականացնել։ Դա առաքելություն է ուղղակի։ Պետական պաշտոնյան առաքելություն է իրականացնում իր ժողովրդի կյանքում, կամ բարու առաքելություն, կամ չարիքի առաքելություն։ Այստեղ պիտի պետական պաշտոնյան մտածի, ինչ է ինքը ցանում եւ ինչ պատասխան ինքը պետք է տա Աստծո առաջ։ Վեմ ռադիոկայանի եթերում է «Արժեքներ եւ իրականություն» հաղորդաշարի հերթական թողարկումը։